Ողջույն բարեկամներ, այսօր արդեն օգոստոսի 24-ն է, ամառվա վերջը, հուսով եմ մարդիկ արդեն հանգստանալուց վերադարձել են և կարող են վերադառնալ սովորական կյանք և սկսել հետաքրքրվել քաղաքական անցուդարձով, որովհետև այս ընթացքում մինչև որոշ մարդիկ հանգստանում էին, մեր երկիրը քանդում էին ներսից։ Սա ուղղակի բարձր խոսքեր չէ, սա իրական պրոցես էր, որը կատարվում էր ամբողջ ամառվա ընթացքում։ Ես ինչ եմ եզրանում, որ մարդիկ գնացել էին հանգստանալու, որովհետև դիտողականության այն կտրուկ անկումը որ կա ալիքում, ես կապում եմ ոչ միայն տեղատարափ հարձակումներով, այլ նաև մարդկանց զբաղվածություններով և ամառային հանգստով։ Հուսով եմ մարդիկ արդեն վերադարձել են և պատրաստ են տեր կանգնել իրենց երկրին։ Իսկ ովքեր ուզում են օգնել ալիքին, խնդրում եմ անպայման սեղմեք լայքի կոճակը, գրեք ինչ-որ մի բան, գրեք, որ երկրից եք նայում և անպայման տարածեք, որովհետև թշնամին խեղդում է ուղղակի ալիքի ալգորիթմը։ Իրոք ալիքի ալգորիթմը շատ ընկել է, և սա կարող եք վերականգնել միայն դուք ձեր ակտիվությամբ, տարածելով, լայքի կոճակը սեղմելով և ինչ-որ մի բան գրելով։ Եվ այսպես անկախության հռչակագրի ընդունմանորն էր օգոստոսի 23-ը, ոչ մեկ չի կարող պախարակել կամ մոռացության մատնել մեր երկրի ծննդականը։ Տեր կանգնենք մեր անկախության հռչակագրին։ Արամ Մանուկյան։ Այո, ոչ մեկ չի կարող, բայց մարդիկ կան, որ այդպես չեն մտածում են իրենք ավելի հզոր են, քան սահմանադրությունը, կան օրենքները և այդ իրավունքը նրանք ունեն։ Ես հիմա իրենց մասին չեմ խոսալ, ուզում եմ իմ փոխարեն խոսան այլ մարդիկ։ Լսենք մեր ընկերոջը։ Հանրապետության Գերագույն խորհուրդը հռչակում է Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն։ 1990 թվականի օգոստոսի 23-ին ընթերցվեց անկախության հռչակագիրը, Հայաստանի Հանրապետության ծննդականն ու անձնագիրը, փաստաթուղթ, որը մինչ օրս ունի աննախադեպ լեգիտիմություն։ Սրանից մեկ տարի անց անցկացված հանրաքվեին ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախ պետություն ունենալու օգտին քվեարկեց 99.5%-ը, իսկ Ես հետո ուզում ձեզ անպայման այդ օրվա մասին պատմեմ, որ եթե ինձ երբևէ հարցնեն քո ամենաերջանիկ օրերը, եթե մի մատերիդ վրա հաշվեիր, մի ձեռքի, որոնք են եղել, երևի առաջինը, ես կասեի հենց անկախության հանրաքվեի օրը, առավոտ, սեպտեմբերի 21-ի առավոտ, երբ որ հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն։ Սենժանը 19 տարեկան էի։ Առավոտյան ես հասկացա հայտարարության, արդյունքների հայտարարության օրը ես հասկացա, որ ես անկախ երկրում եմ, արթնացել այդ օրը։ Ես իհարկե շատ բան չէի կարող գիտակցել ինչ է նշանակում այդ անկախությունը և ինչ արժանանալու մեր վրա, բայց այդպիսի զգացողություն, ոնց որ ես այդ օրն ունեի, տեսեք, ես դրանից հետո երեխաներ եմ ունեցել, հաջողություններ եմ ունեցել, ամուսնացել եմ, բայց եթե ասեն առաջնային ամենամեծ ուրախությունը և ամենաառաջին որն եղել քո կյանքում, կասեմ Հայաստանի անկախության հանրաքվեի հաջորդ օրը, երբ որ մենք լսեցինք արդյունքների մասին և բոլորս արթնացանք անկախ պետության մեջ։ Մասնակցությունը 95% էր։ Անկախության հռչակագիրը մեր սահմանադրության անբաժանելի մասն է, իսկ այսօր վարչական ռեսուրսի չարաշահմամբ եւ բռնաճնշումներով ընդամենը 49% ձայն ստացած ուժը փորձում է անկախության հռչակագրի հղումը հեռացնել մեր սահմանադրությունից Ալիևի պահանջով։ Երբ ասում եմ Ալիևի պահանջով, սա ուղղակի ճար չի, սա փաստ է։ 2023 թվականի ապրիլի 24-ին Ալիևն ասեց հետևյալը. նրանք պետք է փոխեն իրենց սահմանադրությունը, քանզի նրանց սահմանադրությունում կա հղում անկախության հռչակագրին։ Ալիևը սա ասել է 6-7 անգամ տարբեր ֆորմատներով, տարբեր օրերի, տարբեր լրատվամիջոցների։ Սա հստակ պահանջ է։ Իսկ ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը այդ պահանջը լսելուց հետո։ Նոր սահմանադրության մեջ պետք է անկախության հռչակագրին հղում չլինի։ Ինչու ժողովուրդ ջան, որովհետև անկախության հռչակագրի տեքստը ինքը ոչ թե անկախության հռչակագիր է, ինքը կոնֆլիկտի հռչակագիր է։ Իսկ ինչ հղման մասին է խոսքը, եկեք կարդանք։ Հայ ժողովուրդը հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը եւ բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարտկային արժեքներին, ընդունում է Հայաստանի
Հանրապետության սահմանադրությունը։ Շատ շուտով Նիկոլ Փաշինյանը եւ ԿՊ-ն դեռ անհասկանալի էին ճանապարհով, բայց փորձելու են նոր սահմանադրություն ընդունել եւ դրանից հեռացնել անկախության հռչակագիրը Ալիևի պահանջով։ Մենք դա թույլ տալ չենք կարող։ Կեցցե այն Հայաստանը, որ ստեղծեց 1990-ի սերունդը, եւ կեցցե այն Հայաստանը, որ մեր սերունդն է կառուցելու։ Իդեպ, այդ պահանջը հնչեցրել է ապրիլի 24-ի օրը։ Ոչ մի բան իրենց մոտ պատահական չի։ Ոչ մի բան։ Գիտեք, այս տեքստին, որ ասում է մեր հռչակագիրը, կոնֆլիկտի հռչակագիրը, սան հավանություն տվողները, ես ենթադրում եմ մարդիկ են, որոնք առաջից պահանջով, եթե դա տղամարդ են, պատրաստ են հրաժարվել իրենց կնոջից, հոգու տալ տղամարդը։ Առաջից պահանջով իրանք կհանձնեն իրենց երեխաներին, հոգուտ այլ մարդկանց, աղջիկներին, հոգուտ այլ տղաներին կհանձնեն առաջից պահանջով, որովհետև այս կարգի տրամաբանություն ունեցող մարդիկ չեն կարող ունենալ ոչինչ սեփական եւ ամենակարևորը ունակ չեն պաշտպանելու ոչ մի բան, ոչ մի արժանապատվություն, ոչ մի պահանջ, ոչ մի իրավունք, իսկ հետաքրքիր է Նիկոլ Փաշինյանի մտքով երբևէ անցել է կարթա Ադրբեջանի անկախության հռչակագիրը եւ ինչ որ բաներ պահանջի Ադրբեջանից։ Այդ հարցեր եք էլի։ Երկուշաբթի արդեն այսօր ենթադրում եմ արդեն աշխատանքային օր է եւ դա հնարավորություններ պետք է ունենան եւ падգամավորները եւ լրագրողները, ովքեր կտեսնեն երբևէ Նիկոլ Փաշինյանին, մեծ հարցրեք։ Իսկ ինքը երբևէ մի բան պահանջել է Ադրբեջանից իրենց սահմանադրության կամ անկախության հռչակագրի մեջ փոխելու համար։ Տեսեք, թողասի եւ կլսենք Ադրբեջանը ոնց է իրեն պատասխանում։ Ալիևը կոնկրետ։ Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի անկախության հռչակագրին։ Ադրբեջանը իր անկախության հռչակագրով վերադարձել է իր առաջին հանրապետության տարածքներին եւ իրավունքներին, որպես իրավահաջող պետություն։ Ինչ է նշանակում Ադրբեջանի առաջին հանրապետությունը, նույնպես ինչպես գոյություն ուներ 18-ից 20 թիվ Հայաստանի առաջին հանրապետությունը։ Ադրբեջանի առաջի հանրապետության տարածքներում կազմում չէին Արցախն ու Նախիջևանը։ Եվ նա վերադառնալով իր առաջին հանրապետության փաստորեն իրավահաջորդությանը նա ինքն է կամ հրաժարվել է եւ Արցախից եւ Ադրբեջանից։ Ինչ վիճակում էր Հայաստանը, երբ նա անկախացավ։ Արդեն Արցախը օրենքով միացած էր Հայաստանի, գործող օրենքներով։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանի իրավունքներին Արցախի եւ Նախիջևանի նկատմամբ։ Գիտեք, երբեմն ասում հաղթանակներ կա, որ ավելի ծանր է նստում, քան ցանկացած պարտություն։ Ասեմ ինչի մասին է խոսքը։ Այն Պիրոսյան հաղթանակը, որ Ադրբեջանը գրանցել է Արցախի նկատմամբ, մեզ ստիպում է վերանայել մեր պահանջները Արցախի եւ Նախիջևանի նկատմամբ։ Ասեմ ինչու։ Երբ որ Արցախը Հայաստանի կազմում էր, ասենք Հայաստանի հետ էր, ոչ մեկի մտքով չէր անցնում Հայաստանում խոսել Նախիջևանի մասին։ Դրա մասին բոլորը մոռացել են, մտածում են դե լավ Արցախը կա, կարող ենք Նախիջևանը չուզել։ Իսկ հիմա, քանի որ մեզ այնց խլել են Արցախը, ճիշտ ժամանակն է, որ հայկական դիվանագիտությունը, գոնե այն դիվանագիտությունը, որ ես պատկերացնում եմ, ապագա դիվանագիտությունը, ինքը Արցախի եւ Նախիջևանի նկատմամբ իր պահանջները տանելու է զուգահեռ, որովհետև դրանք Հայաստանից խլվել են զուգահեռ, նույն Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերով։ Հետևաբար, ինչ կարգավիճակում որ Արցախն է, նույն կարգավիճակում հենց Նախիջևանն է։ Եվ այստեղ է որ գալու օրը ադրբեջանցիները անիծեն իրենց հիմարությունը, որ նրանք էթնիկ զտում իրականացրեցին Արցախում, որովհետև այն ժամանակ ունեին գոնե Նախիջևան։ Հիմա կորցնելու են եւ Արցախը եւ Նախիջևանը որպես պատիժ։ Այսպես է պետք օգտվել ցանկացած ճակերտավոր թվացող պարտությունից։ Եվ այս մոդելը մենք դեռ կիրառելու ենք այսօրվա մեր քննարկումների ժամանակ հաջորդիվ։ Հիմա անցնենք զոհերին։ Հիշում եք ընդամենը 2 օր առաջ խոսում էինք 7 զինվորի միանգամից վրաերթի ենթարկելու մասին, որ ասացինք այնքան հաճախ են սպանվում զինվորները եւ որ մենք անգիր հիշում ենք արդեն սպանված զինվորների, խաղաղ ժամանակ սպանված զինվորների քանակը, արդեն 33-րդ զինվորն է սպանվում։ Ընդ որում, էլի ես չեմ կասկածում, որ առանց պատահականության հենց անկախության հռչակագրի օրը
Սա բոլոր սպանությունները բանակներում շատ տարօրինակ կերպով համընկնում են օրերի հետ, դատաների հետ, որոնք, տեսնում եմ, Ադրբեջանը պահանջաներկայացնում ապրիլի 24-ին։ Պատերազմը 20 թվականին սկսում է էլի սեպտեմբերի 27-ին, նույն օրը, ինչ 1920 թվականին։ 1920 թվականին կրկին սեպտեմբերի 27-ին Թուրքիան հարձակվում է անկախ Հայաստանի վրա։ Սրանց մոտ ոչ մի բան պատահական չի։ Եվ այսպես կրկին զինվորի սպանություն։ Եվ նույն օրը առանց որևէ էլի խնդրի, առանց որևէ մտահոգության, երբ որ ամբողջ Հայաստանը սգում է զինվորի կորուստը, ստեղծեցեք սրան։ Իմ սերունդը շատ լայնորեն այդ խաղը խաղացել է, հիմա ինձ հետաքրքիր է, օրինակ բլոտ, ով է խաղում բլոտ։ Իսկ երիտասարդները բլոտ հիմա խաղում են, թե չէ, հա։ Սա է վարչապետի օրակարգը արդեն 33-րդ զինվորի սպանության օրը։ Խաղաղ ժամանակներում Նիկոլ Փաշինյանին ընդողները կարող են վստահությամբ համարել, որ զինվորներին իրենք է սպանում սրա ձեռքով։ Ընդ որում, հաշվի առնելով, որ ոչ մի նկատողություն եւ ոչ մի փոփոխություն չկա բացարձակապես պաշտպանության նախարարությունը, այսինքն նախարարը մարդասպան նախարար է, այդքան զինվորների գլուխ կերած նախարարը ինքը նստած է այնտեղ առանց ձեռք տալու, կարելի է նշանակել, որ մտածել, որ եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանին լրիվ ձեռք է տալիս այն ինչ իրականացվում է փաստորեն բանակում, այն վիճակը, ինչ որ տիրում է բանակում, որովհետև ոչ մի փոփոխություն չկա։ Եվ այս իր պահվածքից էլ է դա երևում, որ ոչ մի բան իրեն չի մտահոգում։ Նիկոլ Փաշինյանը Սևանում վարչապետում թմբուկ է զարկում, իսկ ծնողներն իրենք զավակների փոխարեն օջախներում նրանց դագաղներն են ուտում։ Բնակվող Ոսկան Սարգսյանն է գրում իր Facebook-ին էջում։ Ում են պետք ՊՆ-ի վշտակցությունն ու զորակցությունը։ Բանակում բաղդակ է, որի հետևանքով խաղաղ պայմաններում զոհերի թիվը անընդհատ ավելանում։ Անընդհատ։ Եվ այս խլող դեմքով փթիրը ոնց է նախարարն է, որի ոչինչ չի սպառնում։ Ասում եմ, որը ենթադրել է տալիս ինձ մի բան, որ ամեն ինչ գնում է ծրագրացունով, ոչ մի խնդիր չկա։ Սա այն է, ինչ պատահում է, երբ որ մարդ է մահանում իրանական բանակում, սա նախարարն է, որն եկել է զոհված զինվորի ծնողի մոտ։ Զոհված զինվորի ծնողի մոտ գալիս են այսպես, մեր մոտ վարչաֆեստ են այսպես։ Մեր երրորդ երգն էլ նվիրված է Բազար բլոտին, հույս ունեմ ձեզ դուր կգա այդ երգը, եւ այսպես խնդրում եմ դիմավորեք վարչաբենդ։ Բազար բլոտի վերաբերյալ։ Այդ ուզում սա լսենք էլի։ Օրը մտնեց, ժամն է արդեն իրիկնահացի, տխրությունս կամաց փոխվում է լացի։ Կալերի մեջ ծղնոտաբույր թիկնոց Կարեն Դեմոսյանն լսում է Համուսահյան։ Ցակած նինջ էր մտնում ամառային օրը վաստակած, իջնում էին խոհում խոնար դեզերի ուսին, մի կատնահունց երկնակամար մի ծերատ լուսին, մեկը մեկից համաչելով եւ զուսպ եւ հավաք, նստում էին մերոնք կարգով կրծերու ավակ, նստում էին եւ սպասում մինչեւ պապը գար։ Այո, մինչև պապը գար, նստում էին, բոլորը սպասում էին մինչև պապը գար։ Հա, մեր մոտ էլ ատենց հիմա։ Իսկ դուք ինչ եք ուզում որ ունենանք ժողովուրդ ջան։ Իսկ դուք ինչ արդյունք եք սպասում, երբ որ երկիրը ղեկավարում են սրանք։ Հասկանում եք, որ սա ընտրվել է ինչ որ մարդկանց կողմից։ Հասկանում եք, մենք որտեղից որտեղ ենք եկել։ Մենք որտեղից որտեղ ենք եկել եւ ուզում ենք այլ արդյունք ունենալ։ Չի կարող այսպիսի էլիտա, ճակերտավոր եմ ասում, իշխանական էլիտա ունեցող երկրում այլ բան լինել, քան մենք ուզում ենք։
չի կարող լինել, այլքան կամ մենք ունենք ավելի ճիշտ ինչ ենք ուզում։ Մենք եթե սրանց բերել ենք իշխանություն ենք տվել, մենք այլ արդյունք չենք կարող ունենալ, հասկանում եք, այն Փաշինյան Նիկոլ կեղտոտ մի օր բան ասեց, որ նշաձողը մենք պետք է իջացնենք, ինքը իջացեց նշաձողը բոլոր ասպարեզներում, մեր պահանջների, մեր պատկերացումների, մեր լեքսիկոնի, ինքը իմ լեքսիկոնի նշաձողն է իջացել, ես մեկ-մեկ վատ բառեր եմ ասում, ես տրվել եմ այս ընթացքին, ես ոնց կարող եմ ուրիշ բառ օգտագործել, երբ որ տեսնում եմ այս դեմքերը իմ երկիրը ավիրելու ժամանակ։ Հասկանում եք, որ սա ուղիղ կապված է երկրի կառավարման որակի հետ։ Չի կարող այս դեմքը այլ արդյունք տալ, հասկանում եք։ Հենց մատ նայեք առաջ ինչ դեմքեր եք ունեցել, Արտաշես առաջին։ Տիգրան Մեծ։ Դրդատ առաջին։ Դրդատ երրորդ։ Արշակ երկրորդ։ Պապ Թագավորի հայրը։ Պապը։ Սա պապն է, սա հայրը։ Վահրամ Շապու։ Աշոտ Երկաթ։ Գագիկ առաջի Արծրունի։ Սա ներողություն, սա է Աշոտ Երկաթ։ Աշոտ առաջի թագավորն էր։ Գագիկ Բագրատունի։ Ռուբեն առաջի։ Լևոն երկրորդ, ասենք ինքնիկայի թագավորներն են։ Խեթում առաջին։ Այս դեմքերն էին մեզ ղեկավարում, դե հիմա նայեք մենք ուր ենք հասել։ Տեսեք մարդաբանական իմաստով մենք ինչ դեգրադացիայի ենք ենթարկվել։ Ու սա մեր ընտրությունն է, սա մեզ պարտադրված ընտրությունն է, ու մենք դիմադրություն չունենք ես, մենք կորցրել ենք մեր իմունիտետը, մենք սկսել ենք հարմարվել եւ այս կեղտի մեջ քուջուջ անել, ակնկալելով, որ կեղտի մեջ երկար քուջուջ արեցինք, սրանց փոխարեն ստանալու ենք այս դեմքերը, չէ, չի լինում, այդ կեղտի մեջ դու չես կարող այս դեմքերը ստանալ, այս դեմքերը կան, ընդամենը իրանց է պետք նշանակություն տալ։ Մեզ պարտադրել են այս կեղտի մեջ, ասում են գիտես ինչ, էս է քո ունեցածը, այս կեղտի մեջ դու պետք է քուջուջ անես, ու ոնց քուջուջ ես անում, նույն կեղտն է դուրս գալիս։ Ու մենք ուզում ենք այլ արդյունք ունենանք, հնարավոր չի։ Եթե չեն կարող ստեղծել, ունենում ենք սենց վարչաֆեսներ, որտեղ 179 միլիոն դրամով բազար բլոտ են երգում։ Դե հիմա Համոսահյանները չեն գնահատվում, որովհետև գնահատողը չկա։ Այդ օրվա նախագահը Համոսահյան ու Սիլվա Կապուտիկյանն էր գնահատում Շիրազի հետ, այսօրվա ղեկավարը բազար բլոտ է գնահատում, ինչ ենք ուզում, ժողովուրդ ջան։ Ինչ ենք ուզում, որովհետև մենք տեղի ենք տվել անդաստիարակներին, մենք հանդուրժում ենք տգիտությունը, մենք մտածում ենք, որ եթե մենք մեր խելացի բարձունքից չմիջամտենք այս ամեն ինչին, իրան ամեն ինչ լուծվելու է։ Ոնց եմ ես գարշում այս մեծ ամտությունից, որ մենք իրանցից չենք, մենք իրենց հետ չենք խառնվելու, դե մի խառնվեք, թողեք այս գարշանքը թելադրի մեզ իր բազար բլոտի օրակարգը, մի խառնվեք, մի միջամտեք, մի իջեք ձեր բարձությունից, մի դժգոհեք ուրեմն արդյունքներից, ես միշտ, դեռ այն ժամանակ ես քաղաքականության մեջ նույնիսկ չէի, հասարակական կյանքում էր իմ կռիվը, ես այս ժամանակ եմ ասում, կեղտը չի մեղավոր, որ ինքը ամենուր է։ Լավ արվեստին տիրապետողներն են պասիվ, հետո նեղանում են, որ իրենց բանի տեղ դնող չկա։ Են էլ այսօրվա, են էլ վերջի 35 տարվա կտրվածքով, այս ղեկավարներին, որ նայում ես, են էլ այս արժեքային դեգրադացման բացասական ընտրասերման արդյունքում չեղավ ու չէր կարող լինել մեկը, որ ասենք, չգիտեմ, Համոսայանի ձեռքից կբռներ, կասեր, եղբայր, մեկ լավ սցենար գրի, մեկ լավ ֆիլմ անենք, չէր կարող լինել։ Կամ մեկ լավ օպերա գրի բեմադրենք, չէր կարող լինել, որովհետև այդ նախագահները իրանց նախագահական առաջի երեկոն սկսում էին իմ ախպեր երգով, նույնիսկ ոչ թե պատկերացնում եք, Սերժիկը մտնում էր, որ իր շնորհավորին իմ ախպեր երգով, այդ է եղել։ Դե բնականաբար արդյունքում վերջում պետք է գայինք իմ ախպերից բազար բլոտը
Ընդամենը կես քայլ է։ Այդ քայլը իրականությունն է այսօր։ Եվ ունենք ըստ դրա արդյունքներ։ Արդյունքներից մեկն է նաև, որ քննիչներն ու ոստիկանները իրար են ծեծում եւ երկար գցել բռնելուց հետո որոշում են, որ ճիշտ է քրեական գործահարություն քննիչների վրա, բայց ձերբակալում են ոստիկանին, որովհետեւ ասենք քննչական կա, պետը ավելի ծանրակշիռ է, քան այն որփու անտեր, այն ինչա են դրանց ներքին գործերի նախարարի անունը, որ նայում ես ինքն էլ է զարմացած իր վրա, ինքը ոնց է հայտնվել այնտեղ։ Հա, իհարկե հակակոռուպցիոն կոմիտեն գործ հարուցեց, բարույթ ընդունեց, բայց ձերբակալեցին ոստիկանին, որովհետև ամենաթույլ օղակը ինքն է։ Ստեղ է, մի օր դու ես ձերբակալում, մի օր քեզ։ Այսպես կյանքի օրենքն է այտենց։ Հիվանդանոց, հա։ Ինչ հիմնավորում ներկայացրեց դատարանը։ Հիմնավորում չներկայացրեց, որոշումը 20 րոպեից կստանանք, հիմնավորումներին կծանոթանանք, պաշտպանյալից ձերբակալությունը ճանաչելա ոչ իրավաչափ։ Այս Ծեծել են, գցել են հիվանդանոց ու ձերբակալել են, այտենց է պետք։ Այտենց է, օրենքներն են իրանք, ընդ որում, այս է երկրորդ անգամ։ Ոստիկանին ծեծում են ԿՊԱ-ականները, քննիչները, գյուղապետ, ով ուզում է լինի։ Ոստիկանը դեֆոլտ մեղավոր է։ Ինքնաբերաբար ինքը մեղավոր, ինքը արդեն ոստիկանը, որովհետև այդ ոստիկանը նույն ձև մարդկանց ծեծելով պահել է Փաշինյան Նիկոլի իշխանությունը։ Այսօր նույն իշխանությունը երկու ուժայինների մեջ կռվի ժամանակ փորն ատալու ոստիկանին, ցանկացած ժամանակ, լսեք ոստիկաններ, դուք ոտքից գլուխ Նիկոլի մեջ եք, այդ բառը չեմ ուզում ասեմ, էլի նկերանում ճիշտ է, ոտքից գլուխ, դուք պոտենցիալ բոլորը ձեզ ձերբակալվող եք, ձեզ կծեծեն, հետո էլ կձերբակալեն դիմադրելու համար, դուք նույնիսկ ծեծ ուտելու ժամանակ իրավունք չունեք դիմադրել, եթե նույնիսկ ձեր աչքի առաջ ձեր երեխեքին, ձեր կնոջն են ծեծում բռնաբանում, դուք իրավունք չունեք դիմադրելու, որովհետև ձեզ էլ կծեծեն ու կձերբակալեն դիմադրելու համար, դուք այս համակարգն եք ստեղծել, միջելոց սա նաև վերաբերվում է քննիչներին, դատավորներին, որովհետև տենց է, եթե օրենքը չի աշխատում, եթե պետության մեջ օրենքը Փաշինյան Նիկոլն է, դուք բոլորդ կախված եք իրանից։ Սա ձեր ստեղծած համակարգն է։ Դուք դեռ անիծելու եք այն օրը, դուք Փաշինյան Նիկոլին պահեցիք իշխանության։ Իսկ այս ամեն ինչը շտկելու համար շատ կարևոր է այդ գործողությունները, ժողովուրդ ջան։ Ես ես հիշեցնեմ, որ սեպտեմբերի 19-ին մենք հանդիպում ենք Լոս Անջելեսում, Գլենդերում։ Փարթամյան արվեստի կենտրոնում։ Սեպտեմբերի 19-ը շաբաթ օրը ժամը երեկոյան 7-ին։ Ես հիմա ուզում եմ մի պահ ձեզ ցուցադրել մի հատված Կարեն Արեյանի տեսանյութ։ Արխիվային աղբյուրը, դրա իրավական նշանակությունը, թող հիմնավորի թե ինչի է ընտրել հենց այդ քարտեզը, թող հիմնավորի ու բացատրի թե ինչի մյուս քարտեզները չեն համարում կիրառելի, ու եթե իշխանությունը Այս ամեն ինչը երկար է տեսանյութը 48 րոպե։ Ես ընդհանրապես մի հատված եմ ընտրել, դուք կարող եք Կարենի էջում նայել, YouTube-ում նայել, շատ գրագետ վերլուծություն անում, բայց այս հատվածն եմ ուզում ձեզ ցույց տալ։ Խոսքը Տիգրան Աշենի հանձնման հնարավորությունների մասին է։ Իմիջիալոց մի հատ ուշադրություն դարձրեք։ Ովքեր Արցախը սկսեցին կոչել Ղարաբաղ, հիմա Տիգրան Աշենը կոչում են Քերքի։ Ուշադիր նայեք դրանց դեմքին, որովհետև վաղը Երևանը իրանք կոչելու են Երևան, նույն ոգևորվածությամբ։ Հա։ Ձեզ էլ հնարավորության դեպքում փողն են տալու, որովհետև դուք ձեր կողքին կամ ձեր դիմաց ունեք ամեն ինչ օրվա կուրսով գնահատող, դատող, գցող, բռնող, ավելի ճիշտ գցող մարդ։ Եվ երբեք հույս չունենաք, որ Արցախին Ղարաբաղ ասողը, Տիգրան Աշենին Քերքի ասողը ձեզ համար ինչ-որ մի բան է նշանակում, ավելի ճիշտ դուք իր համար ինչ-որ մի բան եք նշանակում։ Ասում եմ, հետո չզարմանաք այդ ոնց եղավ, իսկ հիմա լսենք Կարենին։ կարում անի, թող անի, ես կասեմ հաջորդ քայլով ինչ անեք։ Իսկ եթե չի կարում, արդեն կա հաջորդ հարցը։ Ուրեմն ինչի վրա է կառուցում ձեր պետական սահմանների մասին պնդումը։ Այս է խորհրդարանական պայքարը, ջարդել ոչ թե սեղանները, այլ փաստարկները, հասկանում եք։
Ընդդիմության ուժը ոչ թե այնա թե քանի անգամ կարա գոռա ամոթ կամ դավաճան, այլ այնա թե քանի անգամ կարա իշխանությանը ստիպի փաստաթուղթ ցույց տալ ու ապարդյուն փորձի օրենքով հիմնավորել իր դատարկաբանությունը։ Եթե դուք էս էլ չեք կարում անեք, բա մետ ասեք էլի, բա դուք ազգային ժողովում ինչ եք անում։ Ուրեմն ընդդիմության առաջի պահանջը պետք է լինի շատ պարզ։ Առաջինը գրավոր տարբերակով պահանջում եք քարտեզը ամբողջությամբ։ Երկրորդը պահանջում եք արխիվային հիմքը ամբողջությամբ։ Երրորդը պահանջում եք մեթոդաբանությունը ամբողջությամբ։ Չորրորդը պահանջում եք կոորդինատները ամբողջությամբ։ Ու հինգերորդը պահանջում եք իրավական հիմնավորումը ամբողջությամբ։ Ու հայեր ջան, իմացեք, այս վիդեոն ոնց որ դուք եք նայում, տենց էլ ընդդիմությունն է նայում։ Ու եթե իրանք այս ասածս չարեցին, ուրեմն մանավանդ իրանք ձեն տվողներ ու իրանք հետ հույսեր կապողներ։ Իմացեք, որ հերթական անգամ խափնվել եք համակարգի դիմակներին, մտածելով, որ սրանք ուրիշ են, Նիկոլը ուրիշ է։ Առաջին օրվանից ես էլ թուղթ ու թամաքսա չկա սատակ։ Վաղը ինչ ուզի բերել դնելու դեմները ասեք, սա։ Ես ես տեսանունը որ տեսա, շատ ափսոսեցի Կարեն Արոյանին։ Ափսոսեցի հետո մտքով ինձ։ Գիտեք ինչի։ Կարեն Արոյանը քաղաքական գործիչ չի։ Ես քաղաքական գործիչ չեմ։ Կարենը նկարիչ է, ես երաժիշտ։ Կարենը նկարիչ է, ես երաժիշտ։ Մենք սրա մեջ պետք է խառնված չլինենք, սա վերջի բանն է, որ ես կյանքում երազել եմ։ Որովհետև ես միկրոսկոպով են խոշորացույցով պարտիտուրա սովորող եմ, հասկանում եք, այն բառերը, տառերը, այդ արտիկուլյացիա նոտայի այդ հարմարեցնող այդ սկրուպուլյոզնի պարտիտուրա սովորող ու դրանից հաճույք ստացող էլի, որ դա էլ էս շեշտաձումը դրանից հետո պետք է հոսի երաժշտություն էլի։ Ու ես հիմա նստած, Կարեն էլ իր երթին դե նստած, ազգային ժողովի падգամավորներին 5 կարևոր բան ա ուզում, որ ուզեն այդ տականքից հիմնավորումներ, քարտեզներ, կոորդինատներ, իրավական որ դա ոչ իր գործն է, ոչ իմ գործն է։ Դուք հասկանում եք, մեր պետությունը սա էս ինչ որ հիմա կատարվում է, որ նկարիչ իր երթին, երաժիշտ իր երթին։ Այս ամեն ինչը ասում է նրանց, ովքեր սա իրականում պետք է արդեն վաղուց արած լինեն, սա նշանակում է, որ մենք պետական համակարգ, կառավարման համակարգ, ընդհանրապես պետություն, իշխանություն, դիմություն, որպես կառույց չունենք, սա fake է, սա fake պետություն է, սա fake պետություն է, սա մուլյաժ է, սա իմիտացիա է պետության։ Որտեվ սա մեզանից պետք է դուրս չգար, որովհետև ազգային ժողովի փոխնախագահ ինքը իրավաբան է։ Միակ իրավաբանը ընդեղ նստած ինքն է։ Եվ այսպես, այսօրվանից Էդգար Ղազարյան և Արամ Վարդևանյան ձեր վրա է այս ամբողջ ծանրությունը, որտեղ ես ոչ մի բան այնտեղ առանձնապես ուրիշներից ակնկալիք չունեմ։ Ես ձեզ եմ ճանաչում, ասկեն Էդգար Ղազարյանին եմ ճանաչում, որպես լավ դեսպան ժամանակին, ես ոչ մի վատ բան չեմ կարող ասել իր մասին բացարձակապես, ես կարող եմ իր հետ համաձայն չլինել, բայց վատ բան իր մասին երբեք չեմ կարող ասել, որտեղ չգիտեմ նման վատ բան։ Արամ Վարդևանյանին չեմ ճանաչում, բայց գիտեմ, որ իրավաբան է։ Միակ բանը կարող է ձեզ արդարացնի ձեր մանդատները վերցնելը, եթե այս ամեն ինչը իրավաբանորեն դուք դնեք սեղանին եւ պահանջեք եւ զուգահեռ սկսեք լեգիտիմ գործողություններ այս ամեն ինչի դեմ։ Նախ դատական հայց սահմանությունը խախտելու վերաբերյալ Փաշինյան Նիկոլի նկատմամբ, որովհետև ինքը չի կարող ասի, այն ժամանակ չկար, հիմա քարտեզ եմ գտել, ասիկին ինչ նշանակում քարտեզ ես գտել, քարտեզը որտեղ է դրած, կամ քեզ ֆաքսով են ուղարկել այս քարտեզը։ Հասկանում եք, սա պետությունն է, ոչ թե ասենք բիսեդկա։ Հիմա Վարդևանյան Արամ եւ Էդգար Ղազարյան։ Դուք դառնում եք ակամա այս ամեն ինչի պատասխանատու։ Առնվազն ես գոնե ձեզանից պետք է սպասեմ էսի։ Իսկ ես գիտեք, շատ հետևողականորեն սպասում եմ բաներ, երբ որ ես չեմ տեսում, ասենք տեսնում եմ խուսափողություն կամ դավաճանություն, ես չեմ կարող անտարբեր մնալ։ Նույնիսկ ամենահարազատ մարդու դավաճանությունը իմ համար նույն դավաճանությունն է։ Այսինքն ներում բեկում չի լինելու այս բառը։ Սկսում է շաբաթը աշխատանքային, սպասում ենք կոնկրետ արդյունքների։ Փաշինյան Նիկոլը սա պետք է շուտ գա հենց իր դեմ եւ Ալիևի դեմ։ Ինչպես Արցախի կորուստը պետք է շուտ գա բանի դեմ, ես ասում եմ, չէ՞, սա մենք կրկնելու ենք
շուռ գա Ալիևի դեմ եւ դառնա կրկնակի պահանջ Նախիջևան եւ Արցախ, որտեղ դա նույն փաթեթով է հանձնված։ Հա, եթե մենք Արցախ ունեինք, մոռացել էինք Նախիջևանի մասին, հիմա պահանջը երկու միանգամից է լինելու, որտեղ նույն հոդվածով է տալված։ Այս պարագայում Փաշինյան Նիկոլը, որ խոսեց արդեն էլի տարածքներ տալու մասին, հիմա արդեն ոչ միայն Տիգրանաշենի, այլ արդեն Բաղանիս, Ոսկեպար, բոլոր այն շրջանների ջերմուկ, որովհետև ինքը ինչ է ասում, ասում է ուժային մեթոդներով հարցի լուծումները փակված են, այսինքն ոնց ներողություն, ջերմուկ են մտել, սոտք են մտել, հա, վայոց են մտել, այսինքն ոնց ուժային մեթոդները բացառում են ո՞րն, այսինքն պետությունը իր տարածքները չի վերականգնելու, այսինքն Ադրբեջանը եթե չգնաց, հա, այս հայտարարությունները հակասում է սահմանադրությանը, գործող սահմանադրությանը, որովհետև պետության գլխավոր շտաբը դեռ 23-24 թվականից պարտավոր էր, չեմ ասում 22, պարտավոր էր վերականգնել տարածքային ամբողջականությունը, իսկ այդ պատասխանատու եղել է Փաշինյան Նիկոլը իր գլխավոր շտաբի պետի հետ, առ այսօր պատասխանատու է ինքը։ Հիմա եթե այս առիթը շուրջ եկավ իր դեմ, չվերադարձակ Բաղանից Ոսկեպար, հələ դրան հիմքերը պետք է ցույց տա։ Իսկ դա հանցագործություն է, մենք, եւ ասեմ մենք, ես ու Հարություն Բաղդասարյանը, այս գործով մտել ենք դատարան, ուզեք գրեք մեզ 4 հոդվածով Փաշինյան Նիկոլը մեղադրվում է դավաճանության մեջ։ Մենք ձեզ սիրով 3 ատյաններով անցած գործը կտանք ձեզ ձեռը։ Տարեք հասցրեք միջազգային դատարան։ Դուք կարող եք եվրոպական դատարան դիմել այս գործերով։ Սրանք ընդամենը, ինչ ասեմ ձեզ, անիմաստ գործողություններ չեն։ Սրանք Փաշինյան Նիկոլին լեգիտիմությունից զրկելու, Ալիևին ախորժակը փակելու, որ հասկանա նույնիսկ իր գործիք Փաշինյան Նիկոլը շատ բան չի կարող անմանել, որովհետև ընդ ոնց որ թե որոշել են Նիկոլ Փաշինյանից հաշիվ պահանջել։ Այս դու ինչի մասին ես խոսում։ Այդ ինչ հիմքերով տվեցից Ոսկեպարն ու Բաղանիսը, հիմա էլ ուզում ես Տիգրանաշեն ու այլ գյուղեր տա։ Որի համար էլ Պարսկաստանից ասում են, այն սուդը որ կիսատ էինք անել, հիմա կմերկացնենք ու քեզանից բան չի մնա։ Հələ մենք չգիտենք այդ ում աղոված, Հայաստանի թե Ադրբեջանի։ Բայց այն ինչ որ ինքը ասում ու անում է, իսկ թվում է ոչ մեկ չի կասկածում, որ Իրանը ասում է ու անում է։ Հիմա այս առիթը եթե դուք չօգտագործեցիք, հենց այս տրամաբանության մեջ ոչ միայն սրա, այլ նաև նախկինում տրված բերեցին արագարակ պատկառնեցին, որ շատեցին, որ հանկարծ վերջ այս թեման փակած է, աշկների տերևում։ Դրա իրավական հիմքերներ պետք է ցույց տան, որտեղ նույն դատախազությունը առ այսօր չի պատասխանել, թե իրականում Հայաստանի սահմանները որտեղով են անցնում եւ ինչ փաստաթղթերի իման վրա։ Թող ոչ մեկի մտքով չանցնի, որ մենք նա մոռացել ենք, մենք մենակ Տիգրանաշենի մասին ենք խոսում։ Չէ, ոչինչ չենք մոռացել, որովհետեւ այս ամեն ինչը կրկին նույն փաթեթով է։ Եթե Արցախն ու Նախիջևանն էլ են նույն փաթեթով, սա էլ է նույն փաթեթով, այդ դուք ինչ քարտեզների, այդ ինչ լեգիտիմության, ով է գրել այդ քարտեզները, դա ինչքան իրավական հիմք ունի տակը։ Տեսեք ինչքան գործ ունեք անելու։ Օգնություն է պետք, դիմեք։ Թե ինֆորմացիոն, թե մասնագիտական, դիմեք, բայց պիտի անեք։ Գնանք առաջ։ Տեսեք մեր քույրիկին։ Հայրենակիցներ, մենք բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, մենք այսօր եկել ենք Տիգրանաշեն, հանդիպել ենք բնակիչների հետ, ցավոք բնակիչներից շատերը չցանկացան նկարահանվել եւ բնականաբար մենք նրանց չնկարահանեցինք։ Պատմաբան Տիգրան ամաչում են, որովհետեւ պարզվեց, որ Տիգրանաշենում 75% ձայն են տվել Փաշինյան չի վախին, ամաչել իրենց արածից, էլի վատ չի։ Ազատուհին, որի հարցազրույցը շատ արձագանք ունեցավ, այդ թվում նաև վատ առումով հայտնվեց ադրբեջանական մամուլում։ Մենք նաև հանդիպել ենք Տիկին Ազատուհու հետ, Տիկին Ազատուհին չհերքեց, որ Տիգրանաշենը հայկական է եւ վստահ ասում եմ, որ Տիգրանաշենում չկա գեթ մեկ բնակիչ, որը հերքեր Տիգրանաշենի հայկական լինելը։ Այստեղից հետևություն ոչ մի հիմք չի կարող լինել, որ այդ բնակիչները համաձայն են, որ իրենց տաները տրվի ինչ-որ երրորդ երկրի կամ երկրորդ երկրի։ Նույնիսկ եթե բնակիչներն դուք ծեծելով բնակարանից հանեք, ինչպես Բաղանիսում եւ Ոսկեպարում,
որի ժամանակ էլ ես կոչ արեցի այդ բնակիչներին, հիմա էլ եմ կոչ անում, մի հատ քրեական գործ է սա վրա կարող անել։ Հարգելի Տիգրանաշենի բնակիչներ, որ մեկը ով ուզում է լինի, մտավ ձեր տուն եւ ստիպեց ձեզ տնից դուրս գալ, դուք իրավունք ունեք ձեր ձեռքի տակ եղած միջոցներով պաշտպանվել, վնասազերծել ձեր տուն մտած թուրքին, դա ոչ մի տարբերություն չկա։ Թուրքն է մտել ձեզ տնից զրկելու, թե հայկական համազգեստով հայերեն ազգանունով ոստիկանը։ Ես նույն բառերն ասել եմ Բաղանից ոսկեպար աների ժամանակ, այն ժամանակ սրա համար քրեական գործ են հարուցել։ Մի հատ էլ քրեական գործ նույն հոդվածով կարող հիմա հարուցեք։ Տիգրանաշենի հարգելի բնակիչներ, ձեր տնից ոչ մեկ ձեզ իրավունք չունի անելու։ Ով մտավ, դուք իրավունք ունեք ուղղակի դա վնասազերծել։ Դա ձեր իրավունքների մեջ է մտնում, դա կոչվում է ինքնապաշտպանություն։ Ոչ մեկ իրավունք չունի մտնել ձեզ սեփական տնից անելու հանել։ Լավ հասկացանք իրար հետ։ Ճիշտ հասկացանք իրար, այսքան բան։ Հիմա հասնենք առաջ։ Այսօր առավոտյան 3 առավոտյան Կիրակի օրը, քանի որ սուրը եթե դու պատասխանի մեջ է, մեկը գրեց, որ դե ինչ ա եղել, առաջ ապրում էինք էլի թուրքերի հետ, առաջ վատ էինք ապրում թուրքերի հետ, ապրում էինք էլի, ես դրանց ուզում եմ ասել, լսեք, ձեր պապերը որտեղից են։ Ով sense բանը մտածում, ես վստահ եմ մտածողներ կան։ Մեծ հարցրեք իրենց։ Պապատ որտեղից է եղել։ Ու դուք ես ստեղ։ Պապատ ինչի՞ չի ապրել թուրքերի հետ։ Բա թո ապրեր։ Բան չի Ադանայում հայ չի մնացել։ Այդ մուշում սասունու բան, այդ ինչի հայ չի մնացել։ Բաքվում, Սումգայիթում, Արցախում, բա այդ ինչի հայ չի մնացել։ Հենց դու որտեղից ես եկել, պապերդ որտեղից են։ Բա մտայք դες հնարավոր է ապրեի։ Այդ ոնց է ստացվում, որ այն ժամանակ հնարավոր չէ մազապուրսները ոչ մորթվեն։ Հիմա հնարավոր է։ Որովհետև սովետի ժամանակ ադրբեջանցին բերում կանաչի էր ծախում Հայաստանում։ Իհա բերում ծախում էր, հիմա էլ կարա բերի ծախի։ Ու գալի գնում են եւ դա նշանակում է որ դու ադրբեջանցու հետ կարող ես ապրել։ Դա ասում է պապատ ինչի՞ չի ապրել։ Ուղղակի դա գին ունի։ Դա 1.5 միլիոնից 4 միլիոն մարդու կոտորածներ այդ գինը։ Այո։ Դա լա Արեմեցեն Հայաստանում եմ ասում, չեմ խոսում Բաքվի Սումգայիթի մասին։ Ուր է Գանձակը։ Բա Գանձակը ուր է հայկական։ Բան չի մարդ չկան դե հայ։ Ագուլիսը ուր է։ Դες որ Ադրբեջան տարածքում է։ Ուր է։ Սա նրանց համար, ովքեր Նիկոլի բառերն են կրկնում։ Այն իդիոտների կներեք, որ ասում են, սովետի ժամանակ ապրում ենք, էլի, հա։ Հա։ Հա, ապրում եք։ Սովետի ժամանակ։ Այն ժամանակ էլ ձեր երեխեքին գալի թունավորում էին։ Այն ժամանակ անես բաներ է եղել, եթե արցախցիներին, շահումյանցիներին հարցնեք ձեզ պատմեն, թե թուրք արկուշերքեկը, թուրք բժիշկները ինչեր են արել իրանց երեխեքի գլխին։ Դու կսարսափեք։ Կսարսափեք ուղղակի։ Բայց դե քանի որ ո՞նց եմ ասում, լսեք, ախր հասել ենք մի իրավիճակի, որտեղ դուք հասկանում եք ամեն ինչ այնքան է իջել, հասել է սրանց մակարդակի, դուք այս մարդկանց հետ ոչ մի բանի մասին չեք կարող լուրջ խոսել ուղղակի։ Սա արդեն ազգային ողբերգություն է։ Սա արդեն ազգային ողբերգություն է։ Մարդկանց թվում է ողբերգությունը տարածքներ կորցնելն է, չէ, ողբերգությունը տարածքներ դա մի մասն է ողբերգության։ Այն մյուս մասը, որ մարդկային որակները իջել են այս աստիճանի։ Քննարկման որակներն են իջել այս աստիճանի, որոշման կայացնելու որակներն են իջ աստիճանի, որտեղ այս աստիճանի վրա է հնարավոր քննարկել միայն թուրքերը լավն են թե չէ, թուրքերի հետ կարելի է ապրել թե չէ, թուրքերի հետ կարելի է ապրել, երբ որ մահակա ձեռքում մտա։ Բայց ոչ իրար հետ նույն տարածքում։ Լսենք Լիանին հետաքրքիր լավ առաջարկ ունի։ Լսեմ։ Մինչև այս վերջերս ես չեմ իմացել ինչ է նշանակում անկլավ։ Դուք գիտեիք ինչ է անկլավը։ Բայց քանի որ շատ են խոսում անկլավներից, ես որոշեցի ուսումնասիրել եւ պարզել ինչ է անկլավը։ Փաստորեն անկլավը այն է, ինչ պատկանում է Ադրբեջանին, գտնվում է Հայաստանում
եւ պետք է վերադարձնել Ադրբեջանին։ Ես որոշեցի փնտրել այն, ինչ պատկանում է Ադրբեջանին, գտնվում է Հայաստանում եւ անհրաժեշտ է վերադարձնել Ադրբեջանին։ Երկար փնտրելու հարկ չեղավ։ Ես գտա այն անկլավներին, որոնք ադրբեջանական են, գտնվում են Հայաստանում եւ սրանց պետք է վերադարձնել Ադրբեջանին։ Անկլավ համար առաջին։ Սա ամենագլխավոր, ամենավտանգավոր, ամենազզվելի, ամենաթունավոր ու տոքսիկ անկլավն է, որին շատ անհապաղ անհրաժեշտ է հանձնել Ադրբեջանին։ Անկլավ համար երկրորդ։ Ես չգիտեմ սա մեր ինչին է պետք եղել, պետք է եղել, պետք չի եղել, բայց Ալիևին շատ հաճախ շնորհակալություն է հայտնում եւ գտնում եմ, որ սա մեզ պետք չի, մենք պետք է սրան հանձնենք Ալիևին, Ադրբեջանին։ Այս անկլավին անհրաժեշտ է հանձնել իր մայրիկի հետ միասին։ Միանգամից երկու անկլավ հանձնում ենք ադրբեջանցիներին, թող տանեն։ Այս անկլավը պատկանում է Քլչին, բայց կարծում եմ Ալիևը չի հրաժարվի եւ կարող ենք այս անկլավին եւս հանձնել Ադրբեջանին։ Այս անկլավը հիշեցնում է ինչ-որ մի կենդանու։ Կարծում եմ վայրի վարազ, ընտանի խոզ, ինչևիցե շատ տհաճ կենդանի է հիշեցնում, այնպես որ այս անկլավին էլ ենք հանձնում, թող տանեն։ Ու այսպես փնտրելով ես Հայաստանի ազգային ժողովում հայտնաբերեցի մոտավորապես 60 անկլավ։ Սրանք ադրբեջանական անկլավներ են, այո, սրանց անհրաժեշտ է վերադարձնել Ադրբեջանին։ Իսկ Հայաստանի տարածքում 720,000 մանր անկլավիկներ գտա, որոնց եւս անհրաժեշտ է հանձնել Ադրբեջանին, այս մեծ անկլավների հետ միասին։ Այնպես որ, հարգելի հայրենակիցներ, բավական է նստեք սրճարաններում, ռեստորաններում, սուրճ, կալյան, սիգարետ։ Հելեք, այս Ադրբեջանին պատկանող անկլավիկ մանկլավիկներին հանձնենք Ադրբեջանին, որպիսի այլևս հայ չզոհվի, որպիսի այլևս հող չհանձնեն, որպիսի այլևս պատերազմ չլինի։ Եվ Ալիևին ասենք, որ բացի այս դրանց մենք իրան հանձնելու ոչինչ չունենք, որովհետև ոչինչ չկա Հայաստանի տարածքում, որ պատկանում է Ադրբեջանին, բացի այս սրանցից, այս Ալիևի անկլավիկ մանկլավիկներից։ Հարգելի հայրենակիցներ, Բովանդակալից եւ ճիշտ։ Հիմա տեսնենք նայենք։ Ձայն չեմ ուզում կամ էլի։ Սա քալվաճառն է։ Դա ուրախանում են, տժում են։ Մենք արդեն սենց ենք նայում մեր քալվաճառին, Արցախին, ինչպես նայում ենք Արևմտյան Հայաստանին, վաղը սենց ենք նայելու Սյունիքին, հա, Նորավանքին։ Այսօր սյունեցիները ինձ հարցում են ինչ անենք, մեր որ մի բան անենք, շուշտ, ինչքան կպեական կա, ձեզ տեսնալուց պետք է փախնի ուղղակի, սյունեցու տեսնալուց ինչքան կպեական կա, պետք է փախնի, ուղղակի պետք է բացատրություն տա, ոչ միայն կպեական, նաև ուժային, ուղղակի պետք է բացատրություն տա, ինչու իշխանությունը խլվեց ժողովրդից, տալվեց Թուրքին, որի արդյունքում մեծ հավանականություն կա, որ կկրկնվի կապը ամբողջ Բայքի, Սյունիքի, Մեղրի բնական մասի հետ։ Իրանք չգիտեն, որ սա անելու է դա։ Կարծում եմ վերջի իդիոտը նույնիսկ տեղյակ է, որ սա պատրաստվում անել։ Չնայած նրան, որ ինքն ասում էր նայեցինք, այդպես քարտեզ չգտանք։ Հենց այդտեղ ասում է, քարտեզ են բերել տվել ինձ։ Այսինքն մերսունակության տեսակետից եթե մեկը հավատում է Նիկոլի ասածին, արդեն ինքը անմերսունակ է։ Կարևոր չի ինչ ասում, այսօր ասում են, որ պետք է բերի այս շաբաթվա մեջ 5 տարվա կառավարման ծրագիրը։ Ինչ կապ ունի ինչա գրելու բերի։ Ինչ կապ ունի ինչա գրելու բերի, որ մեկը չի անելու։ Ձեզ հիշացնեն 21 թվականներ ուրիշ բաներ գրել։ Հետո 26 թվականին ասես ճիշտ է, մենք էլ գրել բերել էինք, բայց ընտրաշավի ժամանակ հասկացանք, քաղաքացի մեզ պարտադրեց, որ դա պետք է ես մենք չանենք։ Ճիշտ է, մենք ասել ենք, որ պետք է անենք, բայց ընտրաշավի ժամանակ մենք արդեն հասկացանք, որ քաղաքացին ասել է, որ մենք դա պետք է չանենք, ուրիշ բան պետք է անենք, այնց որ մենք հենց չգիտենք, այս ընտրաշավի ժամանակ քաղաքացին ինչ ասել։ Մի բան արդեն գիտենք, որ ընտրաշավի ժամանակ
անկլավ չկար, գրաշավից հետո մի բան արդեն մոգոնեց, բզստեց, անկլավ կա։ Էլ ինչ են ասել իրական չին, այս ընթացքում եք չգիտենք։ Դա համար ճիշտ զարմացած նայում եմ այն մարդկանց վրա, ովքեր կառավարության ծրագրի մասին են խոսում։ Նիկուլի կառավարության ծրագրի մասին։ Ինչ է 19 թվի խոստացածներ ասել, 18 թվականի խոստացածներ ասել, հա, դատական համակարգի փոփոխություն, սահմանության փոփոխություն, հա, ընտրական օրենսգրքի փոփոխություն, հա, արել է ամեն ինչը։ Վետինգ, մետինգ սաղարանցա։ Սա արդեն երրորդ կառավարության որոշումն է։ Ու եթե մեկը ակնկալում է մի բան լսի, ես ուղղակի մի բառ կասեմ։ Այն ինչ որ Նիկոլը անում է, ձեզ հասնում է։ Որովհետև adekvat մարդուն կարելի է մեկ անգամ խաբել։ Եվ դա աշխարհի վերջը չի։ Երկրորդ անգամ եթե խաբում են, ուրեմն ինքն է ուզում, թե չեմ ասում երրորդ անգամ։ Իսկ եթե երրորդ անգամ ինքը լսում է, ինչ է ասում, նշանակում է ինքը ուղղակի առաջի երկրորդ անգամից ոչի բան չի սովորել։ Եվ իր համար մեկ է, իրան խաբում են, թե չեն խաբում։ Նշանակում է իր adekvatությունը 0 է։ Գնանք առաջ։ Լսենք Ադամավորին։ Քրիստոնյա ավանդույթում կա արդար պատերազմ կամ նույնիսկ սրբազան պատերազմ հասկացությունը։ Դա ավելի հին ժամանակներում էլ այդ միտքը արտահայտում էին, եթե հիշում եք, դա կա նաև Պլատոնի մոտ։ Ինչի մասին է խոսքը։ Երբ թշնամին մտնում է քո տուն եւ ուզում է քեզ սպանել, քո կանանց բռնաբարել, քո իրավունքն է այդ թշնամուն ոչնչացնել։ Այն ինչ որ ես ասել եմ, եւ Բարանից ոսկեպարի համար, եւ հիմա ասում Տիգրանշյանի համար։ Դա պարտավորվածությունն է ցանկացած տղամարդու, եւ նույնիսկ կանոջ։ Ցանկացած։ Հենց դա էին անում հայերը, դա էր անում մեր ժողովուրդը 1992-94 թվականին։ Հիմա պաշտոնապես ասվում է, որ դա սխալ էր, որ դա չպիտի արվեր, որ մենք պետք է թույլ տայինք, որ մեզ մորթեն։ Ավելին 2023-ին ձեզ քշել են ձեր տներից։ Էթնիկ զտում են անցկացրել, լավ են արել։ Քշողները, էթնիկ զտում անցկացնողները մեղավոր չեն։ Մեղավոր են ուրիշները եւ թվարկվում են այդ իբր մեղավորները։ Դա համարվում է պետականամետ, պրագմատիկ մոտեցում, բայց կարծում եմ, որ ճիշտ հակառակն է։ Արժանապատվություն չունենալը հակապետական է եւ հակապրագմատիկ։ Եթե մեկն ինձ ասեր, որ մի օր արժանապատվություն ունենալ չունենալը պետք է դառնար քննարկության առարկա, եւ սկսեինք բացատրել, թե ինչքանով է կարեւոր արժանապատվություն ունենալը, ազնական կյանքում պետական կառավարման մեջ, կասենք լավ էլի դժվար է այդքան դեգրադացվենք էլի, լավ հասկացանք, բայց այսքան հիմա ապացույցը շատ ակտուալ է։ Ես իմ հիացմունքն եմ արտահայտում, մեծ հարգանքս եմ արտահայտում ներկայիս ընդդիմադիրների եւ գործընկերների, լրագրողների հանդեպ, որոնք կարողանում են հայկական ազգանուններով Ռամիլ Սաֆարովների հետ շփվել, նրանց կողքը նստել։ Դա պարզապես կարծում եմ իրենց կողմից հերոսություն է։ Քրիստոնյա ավանդույթում կա բայց ես դրանով չի եզրափակվի եւ կպահանջեի ավելին։ Ես արդեն պահանջել եմ, ես դա մասին ասել եմ։ Մի հատ լսենք հոկեբանը ինչ է խորհուրդ կանանց մասին երկար, որը հմտցնելու է։ Մեր առջև ոչ Արցախի հերոսը, ոչ երկրորդ համաշխարհայինի վետերան։ Օբյեկտը ընդհանրապես դեղին մամուլի թերուս լրագրող է։ Հետևաբար ինչն է մարդկանց ստիպում նրան տեսնելիս զգալ անհանգստություն ու լարվածություն։ Խնդիրը մեր պատկերացումների, պրոյեկցիաների եւ նույնականացման մեջ է։ Եթե տվյալ անձը հանդիսանում է մեր իդեալական եսի տարբերակը, իսկ այստեղ հիմքում ընկած է ոչնչից ամեն ինչ դառնալը, հետևաբար նա մեզ գրավելու է, որովհետեւ ոչնչից ամեն ինչի հասնելու ուղին նա մի տեսակ շատ արագ ու ավելի հեշտ է անցել։ Ամեն դեպքում դա մեզ այդպես է թվալու։ Ինչքան էլ որպեսի չլարվել ամեն ոչինչ տեսնելուց։
Նախ գիտակցել թե ինչն է մեզ այս մարդու մեջ գրավում ու հիմնականում լինելու է սա հողավաճառությամբ զբաղվելը, դրա համար պատասխանատվություն ու պատիժ չկրելը, դավաճանելը, պատասխանատվության չենթարկվելը, սուտ խոսելը ու պատիժ չկրելը, էմոցիաներ կառավարել չկարողանալը, ու սա կարող է արդեն տեղափոխել ձեր կյանք, ձեր դաշտ, ընդհանրացված ասած, անպատասխանատվությունն ու անպատժելիությունը։ Իսկ ոչինչներին շատ հատուկ է իշխանություն, փառք ձեռք բերելուց հետո այն չեղածը, չունեցածը, չկարողացածը հանցավոր ու անթույլատրելի սահմաններից դուրս պայմաններով բավարարելը։ Գիտակցեցինք, հիմա պետքա փոխվենք ու տրանսֆորմացվենք, այսինքն չենք նույնականանում այս անձի հետ, այս անձը չի կարա դառնա մեզ համար իդեալական եսի տարբերակ, դե որովհետև ինքը ընդհանրապես թերուս տեղին մամուլի լրագրողաց նրան նաև ավելացել է, դե էլ չասեմ ստախոս, դավաճան, հողատու, հողավաճառ, մարդասպան բնութագրիչները։ Այս ճանապարհը հեշտ չի լինելու, բայց ես վստահեցնում եմ ձեզ, որ կրկնությունների արդյունքում մի որոշ ժամանակ եթե ձեզ վրա աշխատել, դուք սկսեք նկատել օբյեկտիվ իրականությունը իր իրական գույներով, ու էլ չեք խառնվի իրար, չեք լարվի, չեք անհանգստանա, չեք խոնարհվի թերուս լրագրողին հանդիպելիս։ Հետևաբար այս անձին կսկսեք ավելի օբյեկտիվ վերաբերվել, ռեալ իրականությունը կտեսնեք ու այն բոլոր պրոյեկցիաները, նույնականացումները, ձեր գլխի պատկերացումները ոչ օբյեկտիվ, ձեզ հանգիստ կթողնեն ու էլ չեն խանգարի, որպեսզի դուք հաղորդակցվեք թերուս լրագրողի հետ։ Շատ լավ է ասած։ Գիտեք, որ այս տղան ձերբակալվել է եւ 3 ամսով նորից կալանքը իր երկարացել են, որովհետեւ ընդամենը սենց վիդեո է նկարել։ Նայեք։ ու մոտավորապես սենց բան ենք ստանում։ Ճիշտ է, սրա իմաստն է, որ պետք է անշնորհքի նման դնել ձվածեղը դեմը, Սուրբ Զատիկի օրը ձվածեղ ուտել, պարոն Փաշինյան։ Սա հասկանալիորեն մանր, հետապես է։ Այսինչով ենք զբաղված նախաճաշ ենք պատրաստում ընտանիքը։ Այս տեսանյութի համար մարդուն կալանավորեն են հերիք, չի։ 3 ամսով էլ երկարացել են կալանքը։ Սա գիտեք ինչ է ցույց տալի։ Որ մարազմը ամեն առումներով, բարոյական, օրենքի իմաստով, մարդկանց գնահատականների իմաստով, վերաբերմունքի իմաստով, adekvatության իմաստով, խփեն դուրս է եկել բոլոր սահմանները, բոլոր։ Եվ սա նորմալ համարողները, ես երաշխավորում եմ, իրավունք չունեն երկիր ունենալու, հա, որ ասում է անշնորհքություն է այս ամեն ինչ անել Զատիկի օրը, լսեք։ Ճիշտ է, սրա իմաստն է, որ պետք է անշնորհքի նման դնել ձվածեղը դեմը, Սուրբ Զատիկի օրը ձվածեղ ուտել, պարոն Փաշինյան։ Ոչ այո, ոչ բան, ասում եմ, ինչ էս քո արածը էս որ դուս։ Պետք է դնես ու մի անգամից ուտես առանց ապսեի բան։ Ճիշտ է, լիքը։ Այս մարդուն կալանավորել են ու 3 ամսով էլ երկարացնում են։ Տարժական բան է։ Եթե մեկը ինչքան ուզում է Փաշինյան Նիկոլին սիրի, ասում է լավ արել։ Դուք չեք պատկերացնում ինչքան մեղք կա ինքը։ Ինքն է չի պատկերացնում ինչքան է ինքը հանցագործ ու դեգրադացված ամեն իմաստներով։ Որը օրենքի մասին գաղափար չունի, որ ընդհանրապես արժանապատվության հետ բարև նույնիսկ չի տվել կյանքում։ Ինքը չգիտի դա ինչ է, էլի։ Եվ այտենց ունենք մենք մի քանի 100,000 մարդ, որովհետև ես ասում եի, չէ, այս բանը անկումը որտեղից որտեղ, այս անկումը անհետևանք չէր կարող մնալ, հələ տեսեք որտեղ չէ։ Մենակ այս պարագայում է սա հնարավոր։ Դե հիմա սա դեմ ոնց պայքարենք։ Բայց պայքարելու մի հատ լավ ձև է գտել մեր։ Դիք մտնենք։ 3 հայ դավաճաններ, որոնք ստացել են իրենց արժանի պատիժը։ Առաջին հորիզոնականում է Մերուժան Արծրունին։ Անցնելով պարսկական զորքի կողմը եւ ընդունելով զրադաշտականություն, նա մի շարք մարտեր մղեց հայկական զորքի դեմ, բայց մարտերից մեկում Սմբաց Պարապետը նրան գերեվարեց եւ թագադրեց շիկացած երկաթով։
Երկրորդ հորիզոնականում է Մելիք Ֆրանգյուլը։ Դավիթ Բեկյան մարտերում նա հայկական կողմին դավաճանեց նույնիսկ այն բանից հետո, երբ երդվեց խաչի ու ավետարանի վրա։ Եվ նույնիսկ այն բանից հետո, երբ նրա դին երկար քարշ էր գալիս ջորուց կապված, արցպանիկցիները հրաժարվեցին նրա դին թաղել իրենց գյուղում։ Եվ նա մինչ այսօր լքված, ինչ որ քարի տակ ճամփեզրին ընկած ցույց է տալիս, թե ինչ է լինում հայ դավաճանի վերջը։ Եվ երրորդ հորիզոնականում է դավաճան Ավեն։ Աղբյուր Սերոպիդան թուրքերը երկար ժամանակ փորձում էին մարտերով հաղթանակներ տանել, բայց չէր հաջողվում։ Եվ նրանք դիմեցին այս նենգ քայլին։ Ավեն Սերոփին իր տուն հրավիրելով թունավորեց։ Այնուհետև թուրքերը դաժանաբար սպանեցին Աղբյուր Սերոփին։ Բայց Անդրանիկն ու Գևորգ Չավուշը շուտով վրեժ լուծեցին Ավեից, ոչնչացնելով նրան եւ նրա ամբողջ գերդաստանը։ Ուստի պատմությունը երբեք ոչինչ չի մոռանում, եւ ոչ մի դավաճանի վրայից այդ խարանը երբեք չի ջնջվում։ Ես նենց եմ հուզվում, երբ որ տեսնում եմ երիտասարդները, աղջիկ տղա, հետաքրքրված են իրենց պատմությունով, բարձր են գնահատում արժանապատվությունը, հասկանում են ռեալ պատճառահետևանքային կապը, տեր են իրենց երկրին, արժանապատվությանը, սա ինձ շատ հուզում է եւ կրկնակի մեծացնում է իմ պարտականությունը այն մեծ սկսած գործը հաջողությամբ ավարտին հասցնել։ Խոսքը ինքնաճանաչում շարժման մասին է։ Այս տեսարանները տեսնելուց ես հասկանում եմ, որ ոչ միայն իմաստ ունի, այլ մենք հավաքներովս սա ավականինը, որ շուտով ավելանալի է։ Դուք կարող եք մտնել մեր կայք ինքնաճանաչում, հայերեն կարող եք գրել, ինքնաճանաչում.com կամ selfrecognition.org լատինատար ու տեսնել ամբողջը եւ կարդալ ծրագիրը եւ տեսնել ովքեր են ավականին, ես մի հատ տեսնեմ ինչքան մարդ է այսօր բաժանորդագրվել, չէ, դրանցում էր նայեք submission, 182 արդեն, եթե 160 էր, 182 արդեն մարդ ունենք, դուք էլ կարող եք դառնալ, դուք էլ կարող եք դառնալ եւ մենք իրար հետ, սա ընդհանրապես մի շաբաթ չկա, դեռ մի շաբաթ չկա, մենք արդեն 80 անդամ ունենք եւ բացի դրանից ունենք նաեւ 31 ներկայացիչ աշխարհի տարբեր երկրներում, ներկայացիչ արդեն, որոնք կարող են մարդկանց հանդիպել, բացատրել, ծանոթացնել ծրագրերին, սկսեմ նրանցից, որ Վանաձորում ունենք, Էշմիածնում ունենք, Լոս Անջելեսում ունենք, Ժնև, Վիեննա, Շվեյցարիա, Բեռն, Երևան, Հոլանդիայում ունենք, քաղաքը այստեղ չեմ գրել, բայց ճշտեմ, Գյումրիում, Գերմանիա, Բեռն, Բելգիա, Կիև, Կոնեկտիկուտ, Արտաշատում ունենք, Ալմավիրում ունենք, Նիկոսիա, Կիպրոս, Սիեթլ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Երևանում բոլոր համարյա թաղերում ունենք, Ալապկիրում ունենք, Շինկավիթում ունենք, Նոր-Նորքում ունենք, Ջերմուկում ունենք, Համբուրգում ունենք, Փարքարում, Վորոնեժ, Բրյանսկ, Աշտարակ, Պետերբուրգ, տեսնում եք ինչքան մեծ է, Մոսկվա, 31 հոգի արդեն։ Դարձեք մեզանից մեկը, որովհետև մեր այս երիտասարդների աշխատանքը պետք է ջուրը չընկնի ժողովուրդ։ Իրոք ես որպես հայր, պես ընտանիքի զավակ եւ հայր եւ տղա, ես մորս համար զավակ եմ, ծնողներիս համար հայր, մենք պատասխանատվություն ունենք մեր սերունդների համար, մեր սերունդների նկատմամբ։ Եվ ես գտնում եմ այն հայերին, ովքեր դից ասել մեղմ ասացա, չեն հանձնվել, ովքեր չեն հանձնվել, իրանք մեր շարժման անդամներն են, մեր ընկերներն են, կարող եք գրանցվել եւ կարող եք դառնալ նույնիսկ շարժման պատասխանատու ձեր քաղաքում։ Մենք պետք է ունենանք աշխարհի բոլոր քաղաքներում մեր ներկայացուցիչը։ Հիմա 31-ա, սա պետք է ավելանա առնվազն 30 անգամ, առնվազն 1000 քաղաքում մենք պետք է ներկայացուցիչներ ունենք, իսկ մեծ քաղաքներում մի քանի ներկայացուցիչ, ինչպես Երևանն, Լոս Անջելես, Մոսկվա, Պետերբուրգ,
Կրասնոդար, ինձ մոռացա Կրասնոդարից էլ կա, դեռ չեմ գնալ երևի, տեսեք, մտքիցս թղել էր արդեն։ Լավ հիշեցի, կավելացնեմ։ Եվ այսպես, եկեք միասին գործ անենք։ Հեսա լսենք։ Հրապարակի տեղեկություններով 8-րդ գումարման падգամավորների հետ վերջնահաշվարկն արվել է օրեր առաջ եւ յուրաքանչյուրի հաշվին մտել է 5 միլիոն, որից ավելի քան 3-ը պարգևավճար։ Մինչ այդ ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանը մեկական միլիոն էր բաժանել, բայց ազգընտիրները դժգոհ էին մնացել, սպասում էին ավելի կլորիկ գումարի։ Հիշեցնենք, Ամռանը կառավարությունը պետական համակարգի պաշտոնյաներին 5 միլիարդ դրամի պարգևավճար հատկացրեց։ Իսկ նույն երկրում աղքատ է բնակչության 21.7%-ը։ Խորհրդարան չանցածներին տուն են ճանապարհում պարգևավճարով, մնացած ժողովրդին վիճակագրությամբ։ Սա էլ բարոյականության ցուցանիշ է։ Այս թվերն իմացող մարդիկ, երբ որ ձայն են տալի նույն կառավարությանը, նշանակում է իրանք ասում են, է ճիշտ եք անում, մեզ սա հասնում է։ Սենց բան կարող է դիրքորոշում ունենա, արժանապատվությունից կիլոմետրերով հեռու կանգնած մարդը, ստե քաղաքականություն չէ, ստե հավանել չէ, հավանել չի։ Սա ընդամենը ինքը ասում է, դուք ճիշտ եք անում։ Ինձ սա հասնում է, սա քիչ է։ Դուք պետքա 5 միլիարդի պարգևավճար ստանաք։ Ես ոչինչ։ Ես մի քիչ յոլակ գնամ։ Ինձ սա էլ է շատ, որ թողում եք ես այսքան ապրեմ, էլի։ Կարող է ես էլ չլինես, չէ՞։ Շնորհակալություն գոնես, որ սա թողում եք։ Իսկ մեզ հետևորդները ես հիշեցնեմ, որ դուք կարող եք հետևել նաև մեր Patreon-ում, եթե ալիքին օգնելու ցանկություններ կա, բոլոր ներքևում լինքերը կա, եւ շնորհակալ ենք ցանկացած օգնության համար, որտեղ ցանկացած նույնիսկ չնչին օգնությունը օգտակար է մեր ալիքի աշխատանքի, ստաբիլ աշխատանքի համար։ Կանք Հայաստան, Պայթյունը վտանգ էկոպադեկայինում 40 աշխատակից պատրաստում է հեռանալ դատվելու վտանգից։ Իշխանություն լրատվականը գիշերը սկանդալային տեղեկություններ է ստացել էկոպադեկային ծառայության ներսում տիրող իրավիճակից։ Դավոշի անտառներում ենթադրյալ զանգվածային ապօրինի ծառայությունների հնարավոր կոռուպցիոն սխեմաների վերաբերյալ։ Եթե մեր աղբյուրների փոխանցած տեղեկությունները ճիշտ են, եթե երկրում կա արդարադատություն եւ ոսկե չկա, էկոպադիների ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը նվազագույնը պետք է ազատվի աշխատանքից, իսկ հոդվածում ներկայացվածը պետք է ստուգվի իրավապահ մարմինների կողմից։ Եվ այս ամեն ինչը արվել է այս այլանդակությունը, սպանդը բնության, հա։ Նիկոլ Փաշինյանի քավոր Ղալումյանների վերահսկողության տակ։ Սրանք հանցագործներ են։ Շուրջան։ Մենակ մարդ չեն կոտորում սրանք։ Ամեն ինչ հնարավոր է։ Ինչից հնարավոր է փող կամել, սրանք կամել։ Սրանք սահման չունեն։ Բարոյական սահմաններ չկան։ Մեզ սա նայք հլը։ Հա։ Բան էր ասում որ։ Հա։ Ասեմ ցույց։ Նկարի, սա համալիրը բանում նկարի։ Ինչ ուղղակի քեզ դուր տվել։ Հայ ժողովուրդը։ Դու ես հայ ժողովուրդ։ Ես հայ ժողովրդի ներկայացուցիչն եմ։ Չէ, դու թուրքերի ներկայացուցիչն ես, բիժվածք։ Այս անասոնի որ փողոցում տեսնում եք ժողովուրդ ջան, խնդրում եմ փոխանցեք էլի։ Ասա դու մտածել ես ինչ ա լինելու քո հետ։ Այդ պահից երբ որ Նիկոլ Փաշինյանն էլ չլինի։ Հասկանում ես, որ դու անցել ես բոլոր սահմանները, որ դու աշխարհում փախնելու տեղ ես ունենալու։ Ինքն իրան կորցրել են, այդ։ Բարի իմանա։ Գնաս մի ցանկում եմ։ Վախեցրեմ նկարի։ Ասում եմ, դե ինչ տեսնում նկարի։ ասում եմ վաղը կիմանա։ Տարիքան գագոններ եք խոսում դες։ Արա գնա գործ։ Ասում եմ գագոններ մեզ պես խոսում։ Սելեկրա հայրենակից։ Այդ դու ցույց արնելու։ Նկարի ինչ կա տեսավ նկարի։ Հայ ժողովրդի դեմ խաղ չկա։ Տարիքան գագոին կբարևես մոտ։ Չեմ գագոին մոտ օրես կբարևես։ Հայ ժողովրդի մոտ խաղ չկա, բայց ինչ կապ ունես հայ ժողովրդի հետ, այդ թուրք վիժվածք։ Դու կուշ մի կապ չունես։
Դու ժամանակին Ռոբերտ Քոչյանի տակն էիր վազվզում, այսօր Նիկոլի տակն ես վազվզում, դու ինչ կապ ունեք արա հայ ժողովրդի հետ։ Ոգիս պատկերացնում եմ այն պահին, որ քեզ էլ տիրություն չանեն։ Լուրջ։ Պատկերացնում ես ինչքան մարդկանցից դու պիտի փախնես ամբողջ կյանքդ։ Աշխարհի վրա այդպես տեղ չկա։ Ճիշտ եք անում, արեք արեք։ Նկարահանումները սկսելուց օրեր առաջ Պաշտպանության նախարարությունը հրաժարվեց աջակցել պատերազմական տեսարաններին։ Բա Դա երևի պատկերացնում եք, դա նման ֆիլմի համար դա կատաստրոֆա է։ Մոնթե Մելքոնյանի մասին ֆիլմ նկարահանել որոշված էր վաղուց, երբ սկսվեցին Վազգեն վերջին սպարապետը ֆիլմի նկարահանումները, այս մասին պատմել է Genetic Production-ի հիմնադիր, Մոնթե ֆիլմի մտահղացման հեղինակ ու գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանը։ Նա նշել է իր համար ամենակարևոր քայլը Մոնթե Մելքոնյանի կնոջ Տիկին Սեդայի համաձայնությունը եւ օրհնությունը ստանալն էր։ Այդ ժամանակ եղան մարդիկ, որ ասեցին անհնար է Տիկին Սեդան երկար տարիներ չի տվել իր համաձայնությունը, մեզ էլ չի տա։ Ես հասկացա, որ նա ուներ հստակ պատճառներ։ Առաջին հեռախոսազրույցի ժամանակ արդեն ստեղծվեց ջերմ փոխադարձ վստահության մթնոլորտ։ Նա կարճ ժամանակ անց տվեց իր համաձայնությունը, նաև Մոնթեի եղբայրը Մարգար Մելքոնյանը։ Նա պատմել է, որ նկարահանումները սկսելուց օրեր առաջ Պաշտպանության նախարարությունը հրաժարվել է աջակցել պատերազմական տեսարանների նկարահանման հարցում։ Դա նման ֆիլմի համար կատաստրոֆա է, ով ուզում ես լինել, չես կարող պատերազմական տեսարան նկարահանել առանց Պաշտպանության նախարարության աջակցության։ Մի խոսքով շատ դժվար էր ու հիմա եթե ինձ հարցնում են շատ հաճախ կամ հարցնեն թե ոնց նկարահանեցիք այդ տեսարանները, ես անկեղծորեն դրա հստակ պատասխանը չունեմ, թե ոնց նկարահանեցինք։ Ինչ որ կերպ նկարահանեցինք։ Նշենք նաև Մոնթե ֆիլմի պրեմիերան կկայանա 2026 թվականի նոյեմբերի 25-ին։ Հենց այդ օրն էլ 20 թվականին, հենց Մոնթեից անդի օրը, հենց այդ ժամանակ էլ այդ օրը հանձնվեց քարոզվաճառը, որը ազատագրել էր Մոնթեն։ Սրանց մոտ ժողովուրդ ոչ մի բան պատահական չի եղել թվերի իմաստով, որը երբ պիտի լիներ, ամեն ինչ իրա տակը բանը, բացատրությունն է, Հայաստանին ցավացնելու, հայ մարդին ցավացնելու, նվաստացնելու, ամեն ինչ, որը ինչ հայտարարություն պետք է լինի, ինչ գործողություն պետք է լինի, մաքսիմում հայերից ցավ պատճառելու եւ 20 թվականի նոյեմբերի 25-ին հանձնվեց քարոզվաճառը։ Մի ստորագրությամբ։ Քարոզվաճառը, որ իրանք չէին մտել, չէին գրավել, կյանքում չէին էլ կարող գրավել։ Կյանքում, ինչպես Շուշին։ Նիկոլ Փաշինյանը հանձնեց մի ստորագրությամբ։ Բայց ամեն ինչին համաձայնորեն ոնց կարելի է հայ կոչել կամ ընդհանրապես մարդ կոչել։ Հիմա արագ գնանք տեսնենք ինչ է կատարվում Թուրքիա-Իսրայել հարաբերությունների մեջ ու վերադառնանք Հայաստան։ Կարևոր է։ Израиль предупредил Сирию о красной линии, но Дамаск ее переступил. По словам офиса Нетаньяху, между странами существовало соглашение о статус-кво в вопросах безопасности. Однако Сирия позволила турецким войскам развернуться на авиабазе близ Алеппо. Именно то, что Израиль неоднократно называл неприемлемым. Теперь Иерусалим заявляет, Израиль не потерпит угроз своей безопасности и приветствует возврат к прежним условиям. Պայմանավորվածություն ունեցել, որ Սիրիան պետք է թույլ չտա Թուրքիայի զինված ուժերի ակտիվացումը եւ կենտրոնացումը Ալեպի օդ։ Սիրիայի նախագահ խախտել է պայմանավորվածությունը, որտեղ հիշում եք, հենց թուրքերը օգնեցին, որ Ալ-Շարան գար իշխանության հենց թուրքական զորքի ուղեկցությամբ։ Անկարան կարողացել է հասնել նրան, որ բազա էր կարողացել ձևավորել։ Իսկ հիմա հզորացնում է այդ բազան։ Երկու անգամ Իսրայելը ռմբակոծեց թուրքական ռազմաբազան, որից հետո Թուրքիայից մեծ քանակությամբ զենք է գնում այնտեղ։ Շատ մեծ քանակությամբ զենք է գնում հիմա Սիրիա։ Իսկ Նետանյահուն բացատրում է դառնում, որ Սիրիան խախտել է պայմանավորվածությունը եւ թույլ է տվել թուրքերին զենք կուտակել այդ տարածքում։ Որը ենթադրում է, որ շուտով էլի Սիրիան կդառնա նոր բախման կետ, այս անգամ Իսրայել-Թուրքիա կրակահերթի մեջ։ Ես կարծում եմ, որ Իսրայելի Սիրիայի տարածքից այդ ռազմական գործողությունները դժվար թե տեղափոխվեն Իսրայել, որովհետև դրա համար Թուրքիան շատ թանկ կարող է վճարել, շատ։
ու կմնա այդ ռեգիոնում։ Մաքսիմում կարողանա Թուրքիան ավելի հզորացնել իր ներկայությունը եւ դիմադրել իսրայելական հարձակումներից։ Բայց տեսնենք այս հակամարտությունը միջև ուր տանելու։ Մանավանդ որ Նետանյահուի մնացել է 2 ամիս։ 2 ամիս ընդամենը վարչապետի աթոռի նստելու համար։ Սամատնենք։ Here's a crazy story about corruption. So we all want Congress members to be banned from trading stocks, right? Well, in the first quarter of this year, Donald Trump made more money trading stocks than all of U.S. Congress combined. And he traded 3,700 times and guessed right every single time because of insider information. How's that for corruption? Միայն այս տարվա առաջի քառորդում 3700 անգամ 300, այլ 3700 անգամ Դոնալդ Թրամփը ստոկ մարքեթում ներդրումներ արել ու միշտ հաջող 3700 անգամ եւ ավելի շատ գումար աշխատել, քան ամբողջ կոնգրեսի ներկայացուցիչները իրար։ Որ ինչա, որ կոռուպցիա է, այսինքն ինքը առնում է կամ վաճառում է եւ համապատասխան հայտարարություն անում, որ գա իր գնումները արտարացնի։ Գին ընկնի, գին բարձանա, ինքը գիտի չէ ինչ է հայտարարում։ Դա ինձ առաջ առնում է 3700 անգամ։ Ահա թե Դոնալդ Թրամփը իրականում ինչով է զբաղված նախագահի աթոռում։ Թե դրա հետևանքով քանի մարդ է մահանում, քանի երկրներ են տուժում, որ երկրներն են ընկնում սանկցիաների տակ, թե տարիֆային քաղաքականությունից ինչ ֆիրմաներ են բանկրոտ դառնում, տնտեսությունը ինչ է լինում Ամերիկայի, Կանադայի, Մեքսիկայի, Եվրոպայի։ Թրամփը ամերիկյան Նիկոլը թքած ունենա։ Իր համար մի բան է կարևոր, իր եկամուտը։ Հանակ բան չի պատկերացնում եք, առաջի քառորդում 3700 անգամ, գիտեք օրը քանի անգամ է գալիս դա։ Օրը քանի անգամ է գալիս, նույնիսկ դժվար է հաշվել, որովհետև մի 10 անգամ ինքը ներդրում է արել։ 10 անգամ հայտարարեց, վերցրեց, ընդես դեց, ընդես վերցրեց, ընդես դեց։ Ինքը գիտի ոնց է իր հայտարարության հետևանքները լինելու։ Դրա համար օրեկան, որ դուք նայեք այս ամբողջ ընթացքում, օրեկան մի քանի անգամ ինքը իրան հակասող հայտարարություն անում։ Մեկ վերջ հաղթել ենք, բարիշել ենք, խփում եմ, փոշմանեցի, չեմ խփում, օրվա մեջ եւ այս ամեն ինչը տակա պատճառ ունի։ Հենց հարցնում է, խփում ենք, միանգամից բան գինը բաղմաբեն, հենց բարիշում ենք, գինի իջնում է։ Դա ինձ առաջ ինքը գործարկն անում է, ստակին դնում է, հայտարարությունն անում է, բում։ Շուկայում փոփոխությունը, այն ինչ որ Թրամփին պետք է։ Այսպեսի բաներ։ Եվ այսպեսի բաներ։ Սա Էփստինի ընկերուհին է, որը ապացուցված դատվել է բռնաբարության եւ տրաֆիկինգի համար 1697 օր առաջ, նայեք, 1697 օր առաջ իր մեղքը ապացուցվել է, ինքը դատվել է, ապրում է լավագույն պայմաններում ու հազարավոր մարդկանց վրա ինքը ցուցումուն կատարվել, որոնք մեղավոր են, դրանցից ոչ մեկ ձերբակալված չի։ 1697 օր առաջ է եղել։ Եվ սա իրոք սենսացիա է, ինչա կատարվում, հիշում եք երևի, պայմանավորվածություն եղավ, ալյանս կնքեցին Կատարը, Թուրքիան եւ Պաղեստինը չէ, Պակիստանը։ Այդ երկրակը պայմանավորվածություն կնքեց, չէ, որ եթե մեկի վրա հարձակվում են, մյուսը անպայման միջամտում այդ գործին։ Հիմա այդ դաշինք են հրավիրում նաև Իրանին, փաստորեն Թուրքիան հրավիրում է Իրանին Пакистանի հետ լինեն նույն դաշինքում։ Иран пригласили в мощный оборонный альянс 3 ядерных и военных держав. Как сообщает авторитетное издание The Jerusalem Post со ссылкой на телеканал Эйл Маидин, Тегеран официально рассматривает предложение вступить в Мекканский пакт. Глава парламентского информбюро Ирана Мехди Рахими подтвердил, что пакт, заключенный Саудовской Аравией, Турцией и Пакистаном, подразумевает принцип взаимной защиты от внешних
Ես Կատար ասեցի, գնայք Սաուդյան Արաբիան։ Угроз. По словам иранского чиновника, создание регионального зонта безопасности без участия Запада – это колоссальный успех, доказывающий полное разочарование Востока в обещаниях США. Փաստացի Իրանը դեմ չի նման միությանը միանալը։ Ես չգիտեմ կմիանա թե չէ, ես չեմ կարծում, որ Իրանը դրա կարիք ունի, չնայած ինքը պատերազմի մեջ է, որովհետև ամեն դեպքում սունի երկրներ են, այդ Սաուդյան Արաբիաններ, Պակիստաններ, Թուրքիաներ, եւ դրանք երբեք շիիտական շիա մահմեդականների հետ երբեք այնց առանձնապես հաշտամետաշ չեն ապրել։ Բայց եթե այս բանը լինի, նշանակում է Թուրքիան պարզ ասում է, պատերազմի մեջ գտնվող Իրանի նկատմամբ ինչ եղավ, ինքը պետք է միջամտի։ Այսինքն Թուրքիան պետք է մտնի պատերազմի մեջ Ամերիկայի Իսրայելի դեմ, Իսրայելի դեմ հասկացանք, բա Ամերիկայի դեմ է, հա, որտեղից ինքը ակնկալիքներ ունի F-35-ների, հա, շարժիչների իր ինքնաթիռների համար։ Սա ուղղակի իրոք աննախադեպ սկանդալային բան է, բայց եթե հանկարծ եղավ եւ Թուրքիան դարձավ Իրանի հետ դաշնակից, հետաքրքիր է, ինչ լուծում ստանալուց այդ դեպքում Զանգեզուրի միջանցքի հարցը է ստե։ Չէ՞ որ չի կարա Թուրքիան լինի դաշնակից Իրանի հետ եւ ստիպի Փաշինյան Նիկոլին փակել Զանգեզուրի միջանցքը, այսինքն տալ իրենց, փակել Իրանի ճանապարհը։ Դաշնակից են, այդ հարցը ո՞նց է լուծվելու։ Սպասենք ընթացքին, դեռ ես դա չեմ պատկերացնում, բացարձակապես։ Ես իրար Արարչի հայտարարությունը այսօր կարդացի, որ ասում է շատ պարզ, վերջը, Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է հասկանա մի բան, ինքը պիտի հաշվի նստի Իրանի ժողովրդի հետ եւ խոսի նրա հետ ինչպես հավասարը։ Հարգալից երկխոսությունն է։ Միացյալ Նահանգների համար միակ տարբերակը Իրանի ժողովրդի հետ հարգալից երկխոսությունն է։ Ես ես կարդացի ոսում դերաստված։ Ես չեմ հիշում նման հայտարարություն երբևէ հայ ոլորտի կառավարչի արտաքին գործերի նախարարի կողմից։ Ես գիտեմ հայկական միջավայրում շատերն են նեգատիվ, հա, չեն սիրում, զզում երբեմն այս երկրից, իր առաջնորդներից, այս քաղաքականությունից։ Ես չեմ կարող հասկանալ այդ պատճառը։ Այն ինչ որ ես հիմա լսում եմ, ինչ որ ես տեսնում եմ, սա օրինակելի է։ Սա օրինակել է Երանի մեր քաղաքական ղեկավարությունը այս կարգի դիմադրողականություն ունենալ եւ արժանապատվության զգացողություն։ Ես այն բացիկներ բան չեմ կարող ասել։ Դա սա լսենք։ Թշնամուտ հետ կողքի ու չհասկան, բա 1000 տարի ապրես թշնամուտ հետ կողքի ու չհասկանաս, որ նա քեզ մորթելու է։ Ու մորթվելուց հետո էլ չհավատաս, որ մորթվեցիր։ Հա, չէ։ Ու հոշոտվես հենց քո դռանը։ Հա։ Բա քո հաշվին գա, իր որդոց որդիների համար երկիր սարքի, երկիր հզորացնի, իր նեղաչքերը կլորացնի, քո հաշվին իր ցեղը գեղեցկացնի, դու էլ մատաղի գարան պես պատրաստ կանգնես։ Դա ինչ է եղել, որ չենք ապրել իր հետ։ Հա, ապրել ես, բա ուրա։ Ուր են պապերդ։ Ուր են պապերիդ գերեզմանները։ Բա ուր են։ Մատաղի գար։ Այս աշխարհը դեռ մարդակերի աշխարհ է, զավակս։ Մեզ բահա։ Այո։ Հաշտում վերջում ուզում սա լսենք։
Աստղիկ Սիրանոսյան։ Ինձ թվում է ես իր հայրիկին եմ ճանաչում։ Սիրանոսյան դիրիժորն էր Շվեյցարիայից։ Ենթադրում եմ, որ իր դուստր նայել։ Բա մարդ էս երգ ունենա, մարդ էս մշակույթի կրողը լինի, ու իր ղեկավարները քաղաքական սրանք լինեն արա։ Ոնց էլի։ Ոնց հնարավոր տեղավորել ես ամեն ինչը մի տեղ, Տեր Աստված։ Ես այլ լսենք։ Սա մեր շատ տաղանդավոր ջութակահար Սամվել Եզվինյանն էր։ Իդեպ իր համերգնա լինելու Նյու Յորքում սեպտեմբերի 11-ին։ Ես հատուկ հանդիպումը Լոս Անջելեսում ունես գցեցի, որ ես 11-ին, եթե ուզում եի 11-ի կողմերը գցեի այդ հանդիպումը, բայց այս համերգին ներկա լինելու համար ես հատուկ հետաձգեցի, այնպես որ սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում Սերուժի հետ դաշնակահար ազգանունը հիշում եմ, Խոսքով Սամվել Եզվինյանը ելույթ ունենալու Նյու Յորքում։ Ովքեր ավելի մանրամասն տեղեկություններ են ուզում իմանալ, ինձ թվում է կարելի է ինտերնետից գտնել, ես հիմա հասցեն չեմ հիշում այս պահին, բայց եթե գրեք Նյու Յորքում ապրում է Սամվել Եզվինյանի Նյու Յորք, սեպտեմբերի 11-ին համերգ ունի, հասցեն միանգամից կբերի, կարծեմ Բրոդվեյի վրա։ Մի խոսքով գնալու եմ անպայման ընտանիքով եւ շնորհակալություն եւ Սամվելին եւ Աստղիկին եւ բոլոր նրանց, ովքեր իրենց գործունեությամբ վառ են պահում մեր ամենակարևոր մասը, ինքնության առանձնահատկությունը, մեր մշակույթը, մեր տեսակը, որտեղ մշակույթը ամենամեծ, ամենահզոր քաղաքականությունն է։ Երանի թե մեր 35 տարվա ղեկավարներից գոնե մեկը դրա արժեքը հասկանար, կամ դրանց կողքը լիներ մեկը, որ դրա արժեքը հասկանում էր, որ ճիշտ չէ ու ժամանակի խորհուրդ տար։ Դե, այսօրվա համար այսքանը, ով ուզում է հանդիպել, մենք հանդիպենք սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում համերգի ժամանակ։ Այսօրվա համար այսքանը, լավ մնացեք։